Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, նորից եկել եմ մեր ամենասիրելի կոնտենտով, դա իհարկե unboxing, այս անգամ փաթեթը շատ մեծ է, ու ուզում եմ, որ դուք գուշակեք, թե ընդհանուր առմամբ ինչքան գումար ծախսած կլինեմ այս բոլոր պատվերների վրա, ինչ գունեղ է, մի հատ նայեք, սրակապ, սկսենք այն ամենից, ինչը ընկել է այստեղ, Նարեի համար ջրային խաղալիք, որոշել եմ, որ գնալու ենք լողավազան, այնտեղ միասին խաղալու ենք, սենց ջուրա մեջ է լցնում, ու այսենց պզզ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 զ
Արմեն վստահ եմ շատ կուրախանա։ Դա թող մնա։ Այստեղ ունենք խակի գույնի ինչ վերնաշապիկ նայեք հավեսնա ես հույս ունեմ որ ինքը այնքան է այս բացվածքը որ կարող եմ առանց տակի տոպի հագնել բայց ոնց որ թե շատ է լավ միած սա կարթոկվի հետո նոր կհասկանանք ուզում եմ ճիշտն ասած նկարահանումներին հագնել սրանք դրա համար եմ պատվիրել դեղին գույնի վերնաշապիկ նմանատիպ մոդելներ մի քանիսն եմ պատվիրել, սա թափանցիկ է պետք է տակից տոպով հագնել, էլի տենց փոռիկներով է դիմացի հատվածը, նայեք, տեսեք, թևերն էլ է սրա փոռիկներով այսպես։ Դեղին գույնը եթերից շատ սիրուն է լինում, եթե նայում եք մեր սերիալը, վստահ եմ տեսած կլինեք, հələ ասեք նայում եք մի գեղեցիկ օրը թե չէ, մեկ էլ անպայման ասեք նայում եք առավոտը շանթումը թե չէ, որովհետև ես ուղղակի աշխատում եմ, նայեք աշխատում եմ առավոտը շանթմում, մի խոսքով լիքը տեղ եմ աշխատում իրականում, բայց աշխատում եմ, որ բոլոր գումարներս ծախսեմ եւ հագուստ գնեմ, որ կարողանամ սիրուն նկարվել։ Այդ իհարկե մեծահասակ կատակ եմ անում, բայց նկարահանումների համար հատուկ հագուստներ եմ պատվիրում, որ կարողանամ ավելի շատ լուքեր հավաքել։ Սենց սովորական թիշերթ է, բայց վրան ունի այսպես սպիտակ վարդ, լավն է, ինձ թվում է նույնիսկ իրեն կարելի է սև նմանատիպ ժիլետիկով համադրել ու շատ սիրուն կլինի, այս վարդը դուրս մնա։ Սա էլ կհագնեմ, ուղղակի առավոտը շանթումում չի լինում սպիտակ գույն հագնել, բայց սերիալի նկարահանումների ժամանակ լինում է։ Այստեղ նայեք ինչ ունեմ, էլի վերնաշապիկա, որը որ այսպես գունեղ է, քանի որ իմ կերպարը ուսուցչուհու կերպարը ես իրականում այս ամռան ամիսներին հատկապես չգիտեմ ինչ հագնել, որովհետև դրանից առաջ պիջակներ էի հագնում եւ շատ գեղեցիկ էր լինում, բայց հիմա քանի որ շոկ է, պետքա վերնաշապիկներով յոլա գնալ, դրա համար նմանատիպ թեթև հով բաներ եմ պատվիրել, ճիշտ է իրենք երկարաթև են մեծամասամբ, բայց ամեն դեպքում գոնե լավ բարակ են եւ հով։ Սա կապույտ երևի թե դա է դիմացը, որովհետև հետևում էլ կան փոռիկներ եւ հետևից ցեպով է։ Մի քիչ անհասկանալի է այս մեկը, որովհետև կտորն էլ շատ բարակ չի, մի խոսքով։ Հետո կերևը։ Ահա, Նարեի համար այդ ջրային թեման շարունակելով պատվիրել եմ նմանատիպ կամեր, որը որ սենց գլխով հագնում է, Էսա դիմացեի դեպ, սենց սիրուն նկարիկով, բայց ես ուրիշ նկար էի պատվիրել, մի քիչ ավելի ուրիշ գույն էի պատվիրել, թևիկներն է հագնում, մի խոսքով երեխան այլևս չի սկում ջրի մեջ, եւ դա հրաշալի կլինի, կգնանք լողավազան, արդեն հանգիստ կլինեմ։ Նարեի համար ջրի ակնոց եմ պատվիրել, ինչ լավն է, Նարեն շատ ուրախանալու է եւ ամեն օր ասելու է երբ ենք գնալու լողավազան։ Մի հատ նայեք, մագնիս եմ փորձնական պատվիրել Սառնանի մեր նկարով։ Ինչ լավն է։ Այսօր կնվիրեմ դիկոյ, երևի 200 դրամով եմ ես պատվիրել, գիտեք չէ։ Ինձ համար հեռախոսի case, սենց ծաղիկներ, մեղուներ, բայց չի հիշում, որ մեղուներ էլ կար վրան նկարված։ Մենք ինչեր են ընկել այստեղ։ Պատվիրել էի այսպիսի
տատու, բայց ես գիտեի ինքը այսքան պետք է լինի։ Այս են պահն այն, որ ինչ-որ բան ես Չինաստանից պատվիրում, մտածում ես, որ մեծ է գալու, գալիս է ասես փոքր չափի, իսկ հիմա հակառակն է, ես մտածում էի, որ ինքը փոքրիկ կլինի, բայց մեծ է եկել։ Ճիշտն ասած ուզում էի տիկոյի վրա պրանկ անել եւ ասել, որ գնացել եմ տատու եմ արել, ինքը գիտի, որ ես չեմ սիրում, ինքն էլ առանձնապես չի սիրում։ Այդտենց ուզում էի ասել, որ թաքուն գնացել եմ տատու եմ արել, որ տենց պրանկ լիներ։ Բայց ոնց որ ես չափը չէի անի, էլի հաստատ կհասկանա։ Չստացվեց։ Նարեի համար նմանատիպ սենց բոթասա բասանոշկայա խառը փափուկ տապիկներ եմ պատվիրել, նախորդ անգամ էլ էի նմանատիպ բան պատվիրել, որը տարել եմ պարտեզ, որպես տապիչկա է հագնում, իսկ սա քանի որ դիմացները սենց հա, շատ ավելի հարմար է եւ կարելի է նաեւ առօրյայում հագնել։ Սիրունիկա, շատ գույներն էլ են նուրբ։ Սա էսպես։ Ինչ ունենք այստեղ։ Այստեղ ունենք մազակալ նմանատիպ դեպը նայեք, երբ որ իրեն խփում ես, ինքը սենց թիթեռի տեսք է ունենում, որ սենց խփես գլխիդ, էլի։ Ես սենց բաները հիմնականում մենակ տանն եմ օգտագործում, բայց ինձ թվում է նկարահանման ժամանակ տան տեսարաններում արժի կիրառել։ Այստեղ ունեմ մի քանի զարդ, սենց սրտի կարծաթագույն, փոքրիկ, նուրբ, սա ինչ է, մի րոպե։ Այս մեկը բացենք։ Սա ուղղակի է սենց սպիտակ արծաթագույն շղթայի վրա սենց քար է ուղղակի։ Այստեղ ունեմ սենց սրտիկներ օղեր, շատ փոքրիկ։ Եվ այստեղ ինչ կա։ Ինչ է սա։ Չգիտեմ ինչ է, երևի օղեր է։ Եթե սենց բնականից տեսնեի, չէի պատվիրի։ Նոր կոսմետիկա։ Սենց կտորային կոսմետիկա է։ Ես իրականում այնքան կոսմետիկաներ ունեմ, չեք պատկերացնի, բայց սիրում եմ երբեմն թարմացնել։ Ու նուրբ ծաղիկներով է, ինքը բարակոտ է, բայց տարողունակ է։ Սիրունիկա։ Էլի բաներ կան։ Դեռ չի ավարտվել։ Այստեղ էլ է ինչ-որ արծաթագույն շղթա, վարդագույն վերնաշապիկ։ Ինչքան բան եմ պատվիրել։ Հələ կասեք էլի մոտավորապես ինչքան ծախսած կլինեմ ձեր կարծիքով։ Այ այսպիսի, պետք է լավ հարթուկվի։ Ես այն վատ կտորներից այն, որ 1000 ժամ հարթուկում ես, դեռ հարթուկելու կարիք ունի։ Նարեի համար պատվիրել եմ սենց լողորդ տիկնիկ, նայեք։ Իրեն դնում ես ջրի վրա։ Ստեղից լարում ես, դնում ես ջրի վրա և ինքը այսենց լողում է ջրի մեջ։ Սենց պատկերացրեք այսենց նայեք։ Ահա, գնաց նայեք այսենց։ Այդպես, այստեղ ունեմ էլի ինչ-որ աքսեսուար, ոսկեգույն, չեմ բացում, հավես չկա, ունեմ եվս մեկ վերնաշապիկ, սպիտակ, պուտիկավոր, սա լավն է իդեպ, որակն էլ է լավը, և օձիքն էլ է սիրուն նայեք, տեսակ, սա շատ սիրուն է, սև տաբատով էլ սիրուն կլինի, սպիտակով էլ, կացնագույնով էլ, դա այդպես և այս օղերից երկու հատ այն անհասկանալի օղերից, այստեղ կան լայներներ, երկու հատ, մեկ, սա երկրորդը և տեսնենք էլ ինչ կա, միշտ ծնց մի բան մնում է, միշտ անջատում եմ վիդեոն, հետո տեսնում եմ, որ ներքևներում ինչ բաներ են եկել, որոնք որ ցույց չեմ տվել, ինչ կա սրա մեջ,
Ոչինչ չկա։ Երևի թե վերջ, թե սա անջատեմ նոր դուրս կգան, կտեսնենք, ինչ կա չկա։ Այսքանը շնորհակալություն, որ նայեցիք, ձեզ պաչիկներ եմ ուղարկում եւ ասում, որ հաջորդ հոլովակը շատ չի ուշանալու, այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, սրտիկ եկես հոլովակը ու մեկնաբանություններում անպայման գրեք ինչքան եմ մոտավոր ծախսել այս ամբողջի համար։ Կսպասեմ ու ես անպայման կարդում եմ կոմենտները, այնպես որ հանգիստ գրեք, եթե հարցեր ունեք տվեք, ես կպատասխանեմ։ Պակա։